մասնագիտական դիտարկումները ավելի քիչ ընկալելի են հանրության համար եւ ավելի շատ է խոսում այս պահին մի քանի թեզերի մասին, որոնք շրջանառության մեջ է դրել իշխանությունը, բայց մինչև Փաշինյանի այսպես հայտարարություններին անդրադառնալը հոսանքազրկումների հետ կապված վերջին շրջանի ակտիվ քննարկված թեզ են շրջանառում, որ սա Սամվել Կարապետյանի եւ նրա թիմի այսպես ձեռքով է արվում, որ ասեն այ տեսեք, իրենք շատ լավն էին, իսկ դուք վատն եք, այս թեզն են շրջանառում ակտիվ, հատկապես մարզերում եւ արդեն գալով Փաշինյանի հայտարարություններին, որ չկա մի ընտանիք, որից հեծը գումար չի գողացել, այս հայտարարությունը հաստատել է այսօր Ռոմանոս Պետրոսյանը, նշել է, որ հաստատվում են դրանք 20 քրեական վարույթներով, շուրջ 2 տասնյակ եւ ավել, եւ նաեւ արևային էներգիայից օգտվողների մոտ էլ խնդիրներ եւ այլն, բոլորի մեղքը, այսպես ասած, մեղավոր է հեծնել դուք եք եւ Սամվել Կարապետյանը։ Ու ներդրումների հետ կապված մի կողմից հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը փաստացի մերժում է ձեր ներդրումների առաջարկը, չհամարելով դա այս պահին անհրաժեշտ, մյուս ձեռքով ձեզ փաստացի իշխանությունները մեղադրում են ներդրումներ չանելու մեջ։ Որտեղ է ճշմարտությունը եւ ինչու եթե հանրային ծառայությունների կարգավորող հանձնաժողովը այսքան ժամանակ աշխատել է ձեզ հետ համագործակցել է, չի նկատել խնդիրներ, հիմա փաստորեն Փաշինյանը ուրիշ աչքով նկատում այն խնդիրները, Մեսրոպյանը մեղավոր չէ։ Սկսենք առաջին հարցից, չեմ պատկերացնում, թե ինչպես կարող էր Սամվել Կարապետյանի կառավարման ներքո գտնվող հեծը իրենց կառավարման հեծը այն ժամանակ այսօր իրենց կառավարման տակ գտնվող հեծի միջոցով վատաբանել կամ, չգիտեմ, այնպես իրավիճակ ստեղծել, որ իշխանություններին վնաս լինի։ Նախ առաջինը բոլոր շատ լավ հասկանում ենք, որ գոնե Սամվել Կարապետյանի կառավարման ներքո եղած հեծի ժամանակ ոչ ոք իշխանություններին չէր մեղադրում։ Բոլորին պարզ է, չէ՞ որ սեփականատերը կար ու իշխանություններն թող չստեն, իրենք այն ժամանակ հեծին բացարձակապես չեն պաշտպանել, հակառակը։ Կարող եմ ունենալ հիմնավոր կասկածներ, որ տակից, այսպես ասած, իրենք էլ են գեներացրել այդ բողոքները։ Դա առաջինը մարազմա ուղղակի դրան անդրադառնալը, երկրորդը, եթե թվերով խոսենք, ժամանակավոր կառավարիչը թվեր էր գրել, չգիտեմ, Facebook-յան էջով էր գրել, թե հեծով էր գրել, որովհետև հիշում եք մի արտահայտություն կար, դե իմ Facebook-յան էջը քաղաքական է, ես քաղաքական գործում, այսինքն մի հավատացեք իմ Facebook-յան էջին, բայց ամեն դեպքում թվեր են նշել, չգիտեմ որտեղից է վերցրել, ես հիմա ձեզ կասեմ 24-25 թվականի այդ թվերը, որը ՀՑԿ-ի կայքում պահպանված է, ուրեմն դեկտեմբերի 31-ին 15 վթար 6750 բաժանորդ, հոսանքազրկված 12:00-ի դրությամբ 261 բաժանորդ։ 2025-26-ը դեռևս չեն տվել իրենք հաշվետվությունը, որպես այդպեսին խիստ կասկածում եմ, որ օբյեկտիվ են տալու, բայց ունենք մենք մեր արդեն այսպես ձեռք բերված թվերը 25-26 թվականի դեկտեմբերի 31-ին 125 վթար 117021 բաժանորդով եւ 12:00-ի դրությամբ 13399 բաժանորդ։ Այդ են թվերն են, որոնք ֆիքսվել է իրենց մոտ, թե ինչ թվեր իրենք կներկայացնեն հանձնաժողովին եւ բնականաբար հանձնաժողովն էլ այսպես ջանասիրությամբ չի ուսումնասիրելու, արդեն թույլ ենք մտածել։ 20 ուրեմն, այսպես ասեմ, լավ։ Կներեք, որ 33000 այն ժամանակ եղել, 9000 հիմա, այսինքն մի քանի անգամ։ Հիմա տեսեք, եթե խոսում ենք օրով, ոչ թե 12:00-ով, օրերով խոսենք, 24-25-ին 6750 բաժանորդ, 31-ին դեկտեմբերի, իսկ 25-26-ին 117021, 31-ին։ Չեմ կարող ասել, այդ հարցերը իրեն։ Ես ձեզ 24-25-ի թիվը գոնե ասում եմ ՀՑԿ-ի կայքում մեզ կողմից տրված հաշվետվությունը։ Ինչ ասեմ, այնպիսի հայտարարություններ կան, որոնք հիմա երկրորդ հարցին անդրադառնալուց էլ պատասխանեմ, եւս մեկ անգամ կրկնեմ, որ զարմանում եմ, որ դուք զարմանում եք։ Այսինքն ստել է։ Իմ կարծիքով այո։